Եվ երբ Հռոմ մտանք, հրաման տրվեց Պողոսին, որ առանձին բնակվի իր պահապան զինվորի հետ միասին։ Եվ 3 օր հետո նա հրավիրեց հրեաների գլխավորներին, եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրներ, ես ժողովրդին կամ հայրենի սովորությանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ, որպես Երուսաղեմից մի կալանավոր, մատնվեցի հռոմայեցիների ձեռքը, որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետև իմ մեջ մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան։ Բայց երբ հրեաները հակառակ խոսեցին, հարկ եղավ կայսրին բողոքել, բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դեմ չարախոսելու բան ունեի։ Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ տեսնելու եւ խոսելու համար, քանի որ Իսրայելի հույսի համար է, որ այս շղթաների մեջ եմ գտնվում»։ Եվ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրեաստանից ոչ մի նամակ չենք ստացել, մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խոսել քո մասին, բայց խնդրում ենք քեզնից լսել, թե ինչ ես խորհում, քանի որ այդ հերձվածի մասին մեզ արդեն հայտնի է, որ ամենուրեք նրա դեմ հակառակություն կա»։